Դուք ձեր խոսքում նշեցիք, որ չէի կարել ոչ մի բան կամ չէին երևացել որևէ նախադրյալներ այն մասին, որ պետք է բանը հասնել սրան եւ իշխանությունը ասեր պիտի խլենք հեծը։ Բայց դե որ կապ չուներ աշտարակի մայրուղու հետ մոլի բացման հոսանքազրկումը հեծի հետ, արդեն դուք մեկնաբանություն տվել եք։ Դրանից առաջ ազգային ժողով, դրանից առաջ կառավարություն, լույսերը հանդիպում, այս նիստի ժամանակ։ Եթե ծուղը նստենք շիտակ խոսենք, նաև քաղաքացիներից դժգոհություններ կան, կարծում դրանց մասին նաև դուք գիտեք։ Այս գիծը ընդհանուր առմամբ, որի իմիտացիա է, որի իմիտացիա չէր հուշում այն մասին, որ ամեն դեպքում սև ամպեր են տակվում հեցին, սա մեկ։ Երկրորդը, հիմա շատ է շրջանառվում նաև վարկածը, որ Փաշինյանը ազգայնացում կամ պետականացում ասելով իրական նկատի ունի ոչ թե բուն պրոցեսը, հասկանալով որ դա շատ բարդ գործընթաց է, այլ նկատի ունի կառավարումը վերցնելը։ Եվ երրորդ հարցը, Սամվել Կարապետյանի մի հայտարարություն է շատ մանիպուլացվում նաև քպականների կողմից, թքածում են ձեր վրա է, ձեր հեծի վրա է, արդեն հասել են նրան, որ ասում է ժողովրդի վրա է, իրական մետքսի բան չունի։ Ինչու պայքարել մի հիմնարկի համար, որի տերը ըստ էության թքածում է, այս սրան Ուրեմն երբեք հեծը չի հայտարարել, որ մենք չունենք խնդիրներ, մենք միշտ ճիշտ ենք եւ այլ եւ այլ։ Եթե այդպիսի հայտարարություն գտնեք, խնդրեմ։ Ես ունենալով այդ լիազորությունը, հիմա եւս մեկ անգամ ձեզ հայտարարում եմ։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Մեզանից լավ այդ խնդիրները ոչ մեկ չգիտի, չի էլ կարող իմանալ։ Բայց մոտավորապես այդ չափով ի սկզբանե իմացել է կառավարությունը։ Ի սկզբանե իմացել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Հիմա ինչի համար են իրանք դա տենց բայց գոհ են եղել ձեր աշխատանքից։ Գիտեք ոնց գոհ են եղել դինամիկայից։ Եկեք սենց ասենք, մեր աշխատանքից գիտեք անշնորհակալ աշխատանք հավատացած եղեք, ոչ մեկ էլ գոհ չի լինում։ Ես ինքս էլ իմ աշխատանքից գոհ չեմ։ Ինչի համար, քանի կա Հայաստանի Հանրապետությունում հոսանքազրկում, եւ Կարապետյան Սամվելը եւ հեծի վերնախավը ձեր ասած չի կարող գոհ լինել իրենց, որտեղ նորմալ մարդիկ են, բայց ոնց որ ասում են նորմալ մարդիկ են։ Այդ պարագայում այստեղ ուղղակի պետքա մեր սխալը նաեւ եղել է նրանում, որ մենք չենք տարանջատել հոսանքազրկումները։ Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի այսուհետև հոսանքազրկումները ամբողջությամբ հրապարակայնացվեն եւ տարանջատվեն։ Այսինքն ում կողմից է եղել կամ ում այսպես ասած սեփականության բալանսի վրա եղած ենթակայանում կամ մալուխներում է եղել այդ պատճառը եղել այդ հոսանքազրկումը։ Որովհետեւ չէ, հրապարակվում է, բայց օրինակ հա, բայց օրինակ ոչ միտեղ չի երևում, որ օրինակի համար, չգիտեմ, 3-4 քաղաքի ուփատոր եթե չեմ սխալվում, քաղաքի 40% եւ աշտարակ խոշորացած համայնքի մեծ մասը Այսպես ասեմ, հետո չասեն կեսներ 40 անջատված է եղել։ Եվ սա սաբոտաժ է։ Դե ես ասել եմ, հիմա դրան էլ իհարկե կանրադառնամ։ Մեկ օրում չի լինում, չէ՞, այսինքն այդ։ Հա, այսինքն այդ մենք հայտարարել ենք, մենք չենք։ Մենք ասել ենք Շահումյան 2 ենթակայանում եղել է խնդիր, որտեղից մենք ունենք 110,000-ի գծեր, ենթակայաններ չխորանանք մասնագիտական մեջ, այսինքն եթե Շահումյան 2 ենթակայանը չի աշխատում, մենք այդտեղից հոսանք չենք կարողանում վերցնել, որի արդյունքում դրանից սնվող բոլոր բաժանորդները մնում են հոսանքազուրկ։ 4-րդ օրը անցել է։ 6-ից ոչ մի լուր։ Բնականաբար այդպես էլ պետք է անեին, ինչ պետք է անեին, պետք է երևի թե արգելեին կամ իրենց ձեռ չի տալիս, որ բեցը որպես պետական կազմակերպություն, այսինքն տարածքային կառավարման, ես կարճ ասեմ, անդադ այդ նախարարությունների անունները կարող է երկար չասեմ, բայց տեղյակ եմ։ Այդ նախարարության ենթակայության գտնվող հիմնարկը չի հայտարարում։ Ուղղակի, տենց մի քիչ քաղաքային ժարգոնով ասած, չորով չի հայտարարում, որ մենք ենք մեղավոր կամ մեր մոտից է եղել, այստեղ մեղավորության խնդիրներ չի ավելի շատ։ Ուղղակի մեր մոտից է եղել։ Իմ ասած այդ տարանջատումը պետք է այդտեղ լինի։ Եղել է 1000 հոսանքազրկում, այդ 1000-ից, չգիտեմ, 50-ը եղել է այլ պատկանելիության ենթակայաններում։ Չգիտեմ, 50-ը եղել է մեր այս շինարարական բումի ժամանակ մեր մալուխները վնասելով։ 100-ը եղել է հեծի բալանսային պատկանելիության ենթակայաններում եւ մալուխագծերում, որի համար էլ բացատրությունը սա է։
այն ինչ որ ես ձեզ նշեցի, այսինքն դինամիկայի առումով, որ անցած տարի 18.1%-ով նվազել է։ Սա հանձնաժողովի թվերն է։ Ես այսօր ձեզ չեմ ասելու ոչ մի թիվ, որը հեծից է։ Մի բանի համար, մանիպուլյացիաներից խուսափելու համար, որ չասեն, հեծը թիվ է ասում, թուղթ գրիչն ու թուղթը իր ձեռքն է, ինչ ուզի գրի։ Հեծի որևիցե թիվ չեմ ասելու, չնայած որ դրան էլ կասկած չպետք է լինի, բայց չեմ ասելու։ Տարանջատելը սրա մասին է խոսքը։ Մեր ազգաբնակությունը գիտի, սակագինը վճարեց, գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց, մեղավորը հեծը։ Հիմա այդ տարանջատման ժամանակ արդեն պարզ կերևա եւ պետք է այստեղ անկեղծ ասած նաեւ գալ նրան, որ մի քիչ ազնիվ չի այդ մարմինների կողմից չնշելը նույն այդ մոլը, այսպես ասած, այդ մոլի պատմությունը, որ որևիցե կապ չունենք, երկու կողմից ծնուցում ունի, մեկը Պեկի նախկին պաշտպանության նախարարության շենքից, այո, մեկը Կարիտաս գծից բերել է համաձայնություն տվյալ սեփականատերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ հզորության թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն իրենց ունեցածից այսքան տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայինից, 0 պարտավորություն, 0, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ոչ մոլն է հանդես գալիս, ոչ մեկ, եւ ամենակարևորը, ասում եք կառավարության նիստին, մեր բաժանորդն են, բայց իրենց էլեկտրոտեղակայանքները մերը չեն, մենք բալանսային պատկանելություն հասկանում եք դա ինչ է նշանակում, մենք իրավունք չունենք կատարել աշխատանք մի գծի կամ մի ենթակայինի վրա, որը մերը չի։ Բարի կամքի դրսևորում ամեն դեպքում պետություն ենք, ամեն դեպքում սա եւս մեկ անգամ ապացուցում է սաբոտաժի հայտարարությունները, ոնց ասեմ, կոպիտ չստացվի, որ մի քիչ եթերային էլ լինի, էլի։ Այդ սաբոտաժ կոչված ով որ հայտարարում է, չգիտեմ, չեմ էլ լսելով հայտարարում, չեմ էլ ուզում իմանալ հայտարարում, բայց կոպիտ սուտ է։ Շատ մեղմ ասած, հաջա։ Բաժանորդինն էին այդ գծերը։ Բաժանորդինն են, թե իրեն տված ընկերությանն են, մեզ քիչ է հետաքրքրում, մեր չեն։ Այսինքն ով որ համաձայնվել է իր գծից սնվի, նրանն է, թե այդ իրանց մեջ ինչ որ այլ հաշվապահական բան է տարվել, ես չգիտեմ։ Բայց մերը չի։ Կներեք, կառավարություն եւ ազգային ժողով ընդունում են, էլի ասել, ամեն դեպքում դա գոնե ձեր պատասխանատվության տակ է։ Երբ որ դերը հանքնում են։ Կառավարությունն էլ ենք հայտարարություն տվել, ախր կառավարության հոսանքազրկումը նորից եղել է բեցի ինչ որ, նու, այսպես մեկնաբանեցին, խնդրում եմ սա հիմք չընդունել, տենց բաներով մենք կարող են մեր դիսպեչերները անդադ կապի մեջ են։ Բեցի դիսպեչերների հետ, մեր դիսպեչերների հետ կան ձայնագրություններ։ Լավ, վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը։ Ինչ որ մեկը կասկածում է, որ կառավարություն ունի որ Փաշինյանի վախը դու այդ ժամանակ հեծը։ Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնելու եւ չունենք, կարծում եմ չենք էլ ունենալու։ Բայց նորից խնդրում եմ լսեք, ինչ որ մեկը չի կասկածում, չէ՞ որ Փաշինյանն էլ կառավարությունն էլ ունեն բոլոր հնարավորությունները պարզելու ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունը։ Լավ ուր է։ Պարզեցիք, ինչ որ մեկին հեծից, որը կատարել էր դա, նստացրեցիք, լավ է ստացվում իրենց մոտ։ Նորից Ուզեք չուզեք։ հա, ուզենք չուզենք։ Ամեն ինչ վերագրել հեծին ըստեյցան այդ մի Իհարկե, ես ձեզ ասում եմ, պետական լծակներ ունենալու պարագայում տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հեշտ է գեներացում դժգոհությունը։ Ես նորից կրկնում եմ, ու անդադ այսօր կրկնելու եմ, որ որևիցե պարագայում չասեն, հեծը խնդիր չունի։ Այո, ունենք խնդիրներ, բայց մենք ուզում ենք, որ մեր գործընկերները մեզ հետ լինեն ազնիվ, այսինքն մեր խնդիրների չափը, քանակը լինի ճիշտ։ Ոչ թե